Երբ խոսում ենք խորհրդային շրջանի մասին, կուզենայի այսօր հենց խորհրդային շրջանում մնանք հիմնականում, երբ վանից կարելի է ասել, որ պետությունը այսպես նպատակաուղղված օգտագործել է մշակույթը որպես քարոզչական գործիք, որպես իր քաղաքականություն, որտեղ ասենք 20 թվականի նոյեմբերի վերջ, դեկտեմբերի սկիզբ Հայաստանը խորհրդայնացվում է եւ նոր իշխանությունները արդյոք իրենք ժամանակ ունեին մշակույթով զբաղվելու, Իհարկե, արի այդ շրջանից սկսենք։ Իհարկե, հենց 1920-ական թվականներից սկզբից միանգամից մշակույթը դառնում է այն ամենակարևոր խորհրդային տերմինաբանությամբ ասած ամենակարևոր ֆրոնտը, որտեղ իրենք պետք է պայքարեին։ Ու հենց Լենինի իր զեկույցներից մեկում ասում է, մենք ռազմական ֆրոնտում հաղթանակ տարանք, հեղափոխություն եղավ, հիմա պետքա կուլտուրական ֆրոնտում էլ այդ նույն պայքարը շարունակենք, եւ հենց 20-ականների սկզբից էլ միանգամից մշակույթը դառնում է ամենակարևոր ուղղությունը իր տարբեր ճյուղերով, որովհետև դա նաև դառնում է պետության ձեռքին կարևոր գործիք գաղափարախոսությունը հասցնելու համար։ Քարոզչություն, պրոպագանդա, ագիտացիա եւ այդ պրոպագանդա բառը, ագիտացիա բառը հիմա մենք ունենք բացասական վերաբերմունք, երբ որ ասում ենք պրոպագանդա, քարոզչություն բացասական իմաստով, բայց 20-ականների սկզբին դա հենց ամենակարևոր գործիքներից մեկն էր քաղաքականությունը, գաղափարախոսությունը տեղ հասցնելու։ 20 թվականին էր, որ 20 թվականի վերջին կարծեմ նոյեմբերի ուրեմն հրամանով դեկրետով ստեղծվեց լուժողկոմատը, լուսավորության ժողովրդական կոմիսարիատը, որը հենց զբաղվելու էր արդեն կրթության, մշակույթի հարցերով։ Ստեղծվեցին կուլտուր-լուսավորական առաջին հիմնարկներ, այսինքն 20-ականների սկզբից մենք տեսնում ենք, որ խորհրդային մշակութային քաղաքականությունը սկսում է ձևավորվել։ Սկզբնական շրջանում ճիշտ եմ պատկերացնում, իմ գիտելիքները շատ սահմանափակ են դրա հետ կապված, բայց ճիշտ եմ պատկերացնում, սկզբնական շրջանում դա այդ բանն էր անգրագիտության հաղթահարման քայլերն են։ Այո, դա մի ուղղությունն էր, այսինքն այստեղ կար ուղղություններ, մենք ինչ պետք է անենք, հա, առաջին հերթին բնականաբար անգրագիտության վերացումներ եւ դրա համար ստեղծվեցին այդ կուլտուր-լուսավորական հիմնարկները, բանֆակերը, լիկայանները, խրճիտ ընթերցարանները, կարմիր անկյունները, 20-ական թվականներին դա ստեղծում էին հատուկ դեկրետներով եւ հրամաններով, այսինքն առաջին գործիքը մշակութային քաղաքականության դեկրետներն ու հրամաններն էին, հետո դրա հիման վրա ձևավորված ենթակառուցվածքը։ Այդ կուլտուր-լուսավորական հիմնարկների առաջնային խնդիրը անգրագիտության վերացումն էր հասուն տարիքում, այդտեղ կարևոր է, որովհետեւ 84% անգրագետ էր նույնիսկ վիճակագրորեն եւ այդ խնդիրը լուծվեց 40-ական թվականներին եւ արդեն հատուկ դեկրետով, եթե չեմ սխալվում, Ֆոլյանի աշխատանքում մենք հանդիպում ենք, որ 1933 թվականին հատուկ հրամանով այս բոլոր խրճիտ ընթերցարանները, լիկայանները իրենք վերածվում են արդեն ակումբների, գյուղական մշակույթի տների, այսպես ասած։ Ու իրենք արդեն ֆունկցիոնալ փոխվում են։ Հաղթահարված է անգրագիտությունը։ Այսինքն մի ուղղությունը այն էր, որ անգրագիտության վերացումներ եւ դա իրոք 20-ականներին ամբողջությամբ այսպես քաղաքականության մի մաս ուղղված էր այդ անգրագիտության վերացմանը, բայց դա միակ ուղղությունը չէր,